Բարև ձեզ, Arman Press-ի ոդքասթի տաղավարում հյուրընկալել ենք ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Հավանեսյանին։ Փոխնախարարի հետ կզրուցենք պետական գնումների ոլորտում սպասվող փոփոխությունների եւ պետական պարտքի վերաբերյալ։ Պարոն Հավանեսյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ։ Պարոն Հավանեսյան, նոր օրենքի նախագծով բարձրաստիճան պաշտոնյաների, այսինքն վարչապետի, ազգային ժողովի նախագահի, այդ թվում նաեւ ձեր, որպես ոլորտը համակարգող ֆինանսների փոխնախարարի հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել պետական գնումների գործընթացին։ Հանրության շրջանում պետական գնումները միշտ քննարկումների առարկա են եղել, բազմիցս մտահոգություններ են հնչել այս կամ այն մրցույթում հաղթող ընկերությունների հետ կապված, դրանք երբեմն կապվել են տարբեր պաշտոնյաների անվան հետ։ Դուք եւս որոշակի խնդիրներ եք տեսելու այս նախագծով ցանկանում եք լուծումներ տալ, թե պարզապես ցանկանում եք փարատել հանրության մտահոգություններն այս առումով։ Շնորհակալություն հարցի համար։ Ճիշտ որ ասեմ, ժողովրդավար երկրներում հասարակության պատվերը միշտ պետք է կատարվի, եթե իհարկե մենք չենք կարողանում հստակ բացատրել հանրությանը, թե ինքը օրինակ այդ պատվերը եւ պահանջը, որը ձևակերպվում է, սխալ է կամ կարող է երկարաժամկետ խնդիրների բերել, բայց տվյալ դեպքում երևի համընկել է, որովհետեւ մենք շատ երկար ժամանակ այս հարցը քննարկում ենք, դա նշվել էր հակակոռուպցիոն ռազմավարությամբ դեռ երևի 2-3 տարի առաջ։ Իրականում խնդիրը որտեղից է գալիս։ Մեր համակարգում շահերի բախման վերացման մեխանիզմ որոշակիորեն շատ վաղուց դրված էր։ Բայց ինչ տեսքինք ուներ, որ երբ որ օրինակ եթե ես գնահատող հանձնաժողովի մեջ եմ եւ իմ հետ փոխկապակցված ընկերություն է գալիս, ես պետք է ուղղակի ինքնաբացարկ հայտարարեմ, դուրս գամ հանձնաժողովից եւ գործընթացը սովորական ձևով շարունակվում է։ Այստեղ ինչ ռիսկ կա, որ եթե ես բարձրաստիճան պաշտոնյա եմ համատաբար, ապա իմ ազդեցությունները ոչ միտեղ չեն կորչում։ Այսինքն ազդեցությունը կարող է շարունակվել, օրինակ եթե վարչության պետ կամ ես իմ ենթակա գործընկերներ են աշխատում, բարձա ես կարող եմ շարունակել ազդեցություն ունենալ։ Ուստի մենք գնացինք այլ ճանապարհով, հա, մենք որոշեցինք, որ կան պաշտոններ, դրանք ոչ միայն վարչապետն են, այլ նաև այլ մարմիններ, օրինակ մեր մարմնից նաև նախարարին է վերաբերվում այդ նույն սահմանափակումը, ոչ միայն ինձ։ Ինչու որտեղ մենք հասկացանք, որ այդ ազդեցությունները վերացնել կամ սահմանափակել, թեորետիկ երևի հնարավոր է, բայց պրակտիկայում շատ բարդ է հետո համոզել, որ իսկապես ազդեցություն չի եղել։ Իսկ վստահությունը դեպի համակարգ եւ վստահությունը, որ շահերի բախում չկա, այսինքն նաեւ այն վստահությունը, որ մենեջերները, որոնք եւ այն կառավարիչները, որոնք հանրության կողմից գեներացված միջոցները պետքա ճիշտ օգտագործեն, հայթակղության չեն ենթարկվի, պետքա լինի մարդու մոտ, ով որ հարկերն ամուծում, հարկերն է վճարում, որպեսզի մենք կարողանանք ճանապարհ կառուցել, դպրոց կառուցել եւ մանկապարտեզ կառուցել։ Իրականում մենակ դա չի, ինքը բազմաստիճան համակարգ է, հա, այսինքն մենք ինչ ունենք, մենք ունենք առաջի մակարդակի, ինչպես դուք նշեցիք, երբ որ ընդհանրապես գնումներին արգելվում է մասնակցել փոխկապակցված անձանց եւ այդ անձանց պատկանող ընկերություններին։ Երկրորդ մակարդակում մենք արդեն խոսում ենք օրինակ նախարարների մասին, որտեղ չի կարելի մասնակցել տվյալ մարմնի եւ տվյալ մարմնի ենթակա մարմինների գնումներին, եւ երրորդ մակարդակում արդեն խոսքը գնում է այն մարդկանց մասին, ովքեր մենակ այդ մարմնում չի կարելի մասնակցել։ Հիմնականում դա ինչի համար է արվել, որ էլի կախված է նրանից, թե ազդեցության մակարդակը ոնց է փոխվում եւ ինչ մակարդակում է ազդեցությունը դադարում, հա։ Իհարկե, այս մակարդակում օրինակ երբ ուղղակի մասնագետ ես ներգրաված այս ինչ որտեղ եւ քո հետ փոխկապակցված մեկը գալիս է, այդ դեպքում մի մասնագետին կարելի է մեկ այլ մասնագետով միշտ փոխարինել եւ այդտեղ խնդիր չկա, վերցնել եւ փոխարինել գնումները համակարգող տեղակալին մեկ այլ տեղակալով, երբ որ կա խնդիր, բարձա որ չի ստացվի եւ մեկը ազդեցությունները շարունակելու են մնալ։ Ընդհանուր մոտեցումը սա է եւ սա ավելի շատ միտված է հանրային արդյունավետությունը, հանրային միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելուն, նաեւ որոշակիորեն այո զուգընկել է նրա հետ, որ մենք բոլորովս էլ երբ որ իմանում ենք, որ օրինակ չգիտեմ Ավագ Հավանեսյանի հետ փոխկապակցված ընկերությունը հաղթում է գնումների որևէ ընթացակարգում, առնվազն sense կարելի ասել, երբ որ մեկը ձեզ կողքից ասի, առնվազն sense մի քիչ քմծիծաղ կառաջացնի, կասեք, որ լավ կամ մտքի հետևում կասեք, որ դե լավ հասկանալի է այստեղ ինչա տեղի ունենում, եւ երբ նման անվստահություն կա, ապա որոշակի նույնիսկ որոշ մարդկանց կողմից որակված շատ այդպես ծայրահեղական մոտեցումներ կարող է եւ պետք է կիրառել, որպեսզի համակարգը սկսի մաքրվել։ Ժամանակի ընթացքում կարող է այլ միջոցներ կիրառվեն, ժամանակի ընթացքում մենք կարող է ավելի փափուկ մեթոդների գնանք, բայց ներկայիս դրությամբ հաշվի առնելով նաեւ մեր պատմական իրավիճակը եւ հանրությունում եւ մամուլում տեղ գտնող բազմաթիվ հրապարակումները ճիշտ են գտել, որ այս ճանապարհը խնդրի կարգավորման ավելի արդյունավետ կլինի։
Պարոն Ավանեսյան, իսկ ինչպես եք վերահսկել օրենքի իրագործումը, լինելու է ինչ-որ ինքնաշխատ համակարգ, որը ավտոմատ կերպով թույլ չի տալու բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը մրցույթին, մարդկային գործոնը ինչպես է բացառվելու, նաև եթե այդպիսի դեպքեր գրանցվեն, պատասխանատվության ինչ միջոցներ են սպասվում։ Մեր մոտ կան վերահսկող մարմիններ, ընկերությունը երբ որ մասնակցում է, ինքը պետք է շահերի բացակայության մասին համապատասխան հայտարարություն ստորագրի, հա, այսինքն եթե ես ընկերության տնօրեն եմ կամ ես այդ ընկերության մասնակցում եմ, ես ինքս գրում եմ, որ այստեղ շահերի բախում չկա։ Եվ եթե պարզվում է, որ իրականում կար, մեր մոտ կա, որ այդ եզրակացությունը տրամադրում է մեր մոտ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ինքը ասում է, որ չէ, այստեղ իրականում կար շահերի բախում, եթե օրինակ ՊՎԾ-ն, քննչականը կամ որևէ այլ մարմին, հիմա չեմ ուզում կոնկրետ ասեմ, որ մարմինները կամ ինչ-որ բան է գտնում, որտեղ նման խնդիր կա, ԿԿՀ վերջին եզրակացությունը տալիս է, որ այո, կար նման խնդիր կամ չկար նման խնդիր, եւ նման խնդիր բացահայտվում է, ապա պայմանագիրը կանգնում է, վերջնահաշվարկ արվում, թե ինչ աշխատանքներ են իրականացվել, ինչ չէ, բարձր նաև ուսումնասիրությունն է սկսվում, իսկ այն աշխատանքները, որոնք ընդունվել են, իրանք նորմալ են իրականացվել, թե չէ, բայց անկախ նրանից, նույնիսկ եթե ամբողջ աշխատանքները շատ լավ են իրականացվել, ապա համապատասխան տույժեր է կիրառվում դեպի ընկերություն եւ մի մասը գումարների, որոնք վճարվել են ընկերությանը, նույնիսկ եթե ամեն ինչ անթերի է իրականացվել, հետա գալի, բայց բարձր նման դեպքերում շատ խոր ուսումնասիրություն է լինելու նրա, թե արդյոք պայմանագիրը պատշաճ է կատարվել, թե ոչ։ Այսինքն այս տեսանկյունից ավելի շատ պատասխանատվությունը գնում է դեպի ընկերություն։ Ապագայում մենք նաև իհարկե կփորձենք դնել համակարգեր, որոնք ավտոմատ են դա բացառելու, հա, բայց կրկին ստեղ ռիսկը ընկերությանն է, եւ ընկերությունը պետք է իր համապատասխան process-ը ապահովի եւ իմանա, համել ճիշտը որ ասեմ, Հայաստանը շատ մեծ երկիր չէ, հա, այսինքն մենք չենք կարող ասել, որ հարյուրավոր միլիոնավոր մարդիկ կան եւ այ ես ոնց իմանամ, եւ բոլորը բոլորին շատ լավ ճանաչում են, այսինքն հետո ասել, որ բայ ես չգիտեի, որ իմ օրինակ երկրորդ ազգակցական կապի անձը ֆինանսների նախարարի տեղակալ է, դժվար եթե մեկը ձեզ նման բան ասի, դուք իրան կհավատաք, շատ լավ է գիտեն։ Ուստի նման ռիսկերը, ոչ տենց վայ չգիտեի մասնակցել եմ, բացառված են կարծում եմ, բայց երկարաժամկետում իհարկե տարբեր գործիքակազմներով մենք նաև նոր թվային համակարգով կփորձենք ինչքան հնարավոր է սահմանափակել, բայց այն որ թվային համակարգը սահմանափակելու է մեծ մասը ռիսկերի, չի բացառում, որ ինչ որ ձև կգտնեն այդ ռիսկերը խուսափելու։ Դրա համար էլ մենք ասում ենք, որ ընկերությունն է նաև պատասխանատու իմանալու եւ չդիմելու այն տեղերը, որտեղ իրանքը իրավունք չունի մասնակցելու։ Նույն ձևով ոնց որ ինքը եթե լիցենզիա չունի, օրինակ շինարարական, ինքը չպետք է գնա զբաղվի շինարարությամբ, հետո ասի, որ այս ես չգիտեի, որ ինձ լիցենզիա պետք շինարարություն իրականացնելու համար։ Իսկ եթե այդպիսի դեպքեր հայտնաբերվեն, մրցույթը հայտարարած պետական մարմնի համար ինչ պատասխանատվություն է սպասվում։ Տեսեք, այս տեսանկյունից մենք մրցույթը հայտարարած մարմնի համար որևէ պատասխանատվություն չենք նախատեսել, քանի որ եթե մենք նայենք թե ինչ խնդիր է ունենում, հա, այստեղ ոչ թե խոսքը գնում է հստակ կոռուպցիոն դեպքի մասին, այլ շահերի բախման դեպքի արկայության մասին։ Իսկ հնարավոր է նաև տակը կոռուպցիոն դեպք լինի, բայց կոռուպցիոն դեպքի ուսումնասիրման եւ բացահայտման մեխանիզմները առկա են, դրա համար հեծանիվ հնարել պետք չի, համապատասխան մարմինները գործում են։ Այստեղ կոնկրետ շահերի բախման մասին է գնում խոսքը։ Երբ որ շահերի բախում կա, ռիսկը ինչու է կայանում, որ հնարավոր է տվյալ ընկերությունը իր օգուտներն է ստացել։ Երբ որ նման բան բացահայտվում է, ինչ են կնայում, ռիսկ համար 1, շատ լավ, ամեն երևի ինչ որ մի բան այնպես չի կառավարվել պայմանագրի մեջ եւ ինչ որ մեկը գործը ի պատշաճ չի արել եւ դա խնդիր է։ Ռիսկ համար 2, հնարավոր է մրցակցությունն է սահմանափակված եղել տվյալ հանցակարգի ժամանակ եւ ուստի նույնիսկ եթե աշխատանքները ի պատշաճ արվել են համապատասխան բանով, հիմնականում դա ասենց է մոտավորապես շահութաբերությունը գնումներում կազմում է 12-ից 15%, պատիժը մոտավորապես 20%-ի վրա սահմանված վճարված գումարների, ուստի հաշվարկածային այնպես, որ շահավետ չլինի նման գործարքի մեջ մտնելը եւ հետևանքը լինի ավելի թանկ, քան պոտենցիալ շահույթները։ Իհարկե ժամանակի ընթացքում հնարավոր է ողջի, որ այս հետևանքը ընկերությունների համար չափազանց թույլ է, պետք է իրան խստացնել, բայց որպես առաջի քայլ ինքը բավարար է, որպեսզի սկսենք իրան սահմանափակել, ուսումնասիրենք համակարգը ոնց է արձագանքում եւ համապատասխան փոփոխությունները իրականացնենք, եթե պարզվի, որ օրինակ ինչ որ բան չափից դուրս խիստ է կամ հակառակը չափից դուրս մեղմ է։ Այնուամենայնիվ պետական մարմնի համար որևէ պատասխանատվություն կամ ի պարտականություններ սահմանված չեն, օրինակ մրցույթ հայտարարելու դեպքում հետևել թե ինչ ընկերությունների են մասնակցում, արդյոք պետք է թույլ տալ այս ընկերությունների մասնակցությունը թե ոչ։ Իհարկե գնումների մասնագետը կարող է բացահայտել դա եւ ռիսկը բացահայտել, բայց օրինակ երբ որ վարչապետի մասին է գնում խոսքը, ենթադրենք կամ դեռ իմ դեպքում էլ հասկանալի է, կարող եք ասել դե թվային համակարգ դու չես թվային համակարգը սարքողը եւ բանը դու էլ գնա ուսումնասիրի, բայց օրինակ պահանջել նախագահից կամ ազգային ժողովի նախագահից
տնօրեններից կամ վարչապետից, որ ինքը գնա ուսումնասիրի իր հետ փոխկապակցված ընկերությունները կամ իր երկրորդ ազգակցական կապի մարդիկ ինչ են անում գնումների համակարգում, մի քիչ անարդար է, հա, այսինքն ինքը չի կարող գնալ այդ ամեն ինչը բացահայտել։ Այստեղ ավելի շատ հետեւյալն է, որ այո, գնումների մասնագետը իր կարողությունների շրջանակներում պետք է այդ ցույց տա, ասի, որ այստեղ ոնց որ թե շահերի բախում կա, դրա համար բարձրաձայնի, բայց հնարավոր է նաև չնկատի կամ ինչ-որ խնդիր առաջանա, որ ինքը չի տեսել, որ նման բան կամ մտքով չանցնի կամ չմտածի, որ սա նույն մարդն է, ով փոխկապակցված է, հա, որտեվ ավելի շատ պատասխանատվությունը նորից դեպի ընկերությունն է գնում։ Մենք ասում ենք, լավ, եթե նույնիսկ պետական մարմինը վրիպել է, հետևանքը ընկերությանն է։ Այսինքն դրա համար մենք ինչի ենք տենց անում, որ վաղը չստացվի, որ մարդը, որ օրինակ ընդհանրապես որևէ կապ չունի այս process-ի հետ, կամ ինքը իրականում մենք օրինակ հաճախ ասում են, որ այ գիտեք, դե ես բոլորին ոչ եմ կարող կառավարել եւ իմանալ իրանք ինչ են անում։ Դրա համար սահմանափակումը ոչ թե պետական մարմնի կողմից է գնում, այլ մասնավորի։ Այո։ Պետական մարմնի կողմից իհարկե եթե ուղղորդում ա եղել օրինակ կամ ինչ որ ես զանգել եմ մեջտեղից ասել եմ հա գիտեմ, որ իմ հետ փոխկապակցված է, բայց թողեք մասնակցի, ես մի ձև բան կանեմ, դա արդեն եթե բացահայտվի, դա արդեն ակնհայտ կոռուպցիա է եւ պաշտոնական դիրքի չարաշահում, բայց այլ հավասար պայմաններում պետական մարմինն է չի հետևանքը մասնավորինն է։ Պարոն Ավանեսյան, նաև Հանրության մտահոգության կենտրոնում են եղել երկար տարիներ մեկ անձից կամ հրատապ մեկ անձից գնումները, այս առումով ինչ լուծումներ եք առաջարկում կամ նախապատրաստվում առաջարկել։ Մենք հիմա կառավարելի մակարդակի մեջ ենք, այսինքն եթե մենք նայում ենք դրամային արտահայտությամբ, մեկ անձը 10%-ից ներքև է եղել անցած տարի, 5%-ից ներքևը համարվում է արդեն նույնիսկ եվրոպական մակարդակներում բավականին լավ մակարդակ մեկ անձի ծավալների։ Իհարկե ինչ-որ ժամանակ մեկ անձը բավականին բարձր էր, բայց դա տարբեր բաներով էր պայմանավորված։ Մենք մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել, որի արդյունքում համճկունությունն է բարձրացել մեկ անձ կիրառելու, այսինքն ճիշտ պահին մեկ անձը հնարավոր է կիրառել։ Բայց նաև քանի որ պատասխանատվությունն էլ է բարձրացել, հա, այսինքն այլևս մարմինները ինքնուրույն են մեծ մասում դեպքերի որոշում մեկ անձի կիրառման հիմքերը շատ հաճախ ասում են այ որ մենք մարմնին տվել եք, դա կնշանակի, որ հեսա իրանք ինչ ուզեն կանեն, ոնց ուզեն կանեն եւ մեկ անձը պիտի աճի։ Մեր մոտ հակառակն է։ Այսինքն մարմինները շատ լավ գիտեն, որ անձնական պատասխանատվություն են կրում իրենց որոշումների համար, հանրությունը շատ ուշադիր է նրա նկատմամբ թե ինչ է կատարվում եւ չի թողնում անկապ տեղը գնաս եւ մեկ անց հայտարարես, երբ որ դրա կարիքը չկա։ Ուստի ծավալները լավ ընկել են, մեր մոտ գրեթե երևի երակի, քառակի վերջի տարիների համեմատ, հա, այսինքն մոտավորապես վերջի մի 4 տարվա, 5 տարվա համեմատ այս տարիներին ինքը ցածր է, հատկապես հրատապ մեկ անձերը, նույնիսկ երբ որ մենք ալավերտի դեպքերն էինք նայում, երևի մի 6 անգամ, 7 անգամ ավելի ցածր էր ծավալը համեմատած անցած մի քանի տարվա նկատմամբ, հա։ Իրականում մեկ անձը արդյոք վատ է, թե լավ է, այստեղ մի հատ մեծ հարց կա։ Ինչի է մեկ անձը ընդհանրապես վատ, հա, որտեղ շատ հաճախ ասում են դե մեկ անձը ինչի է մեկ անձ, որտեղ վատ է, չէ։ Որովհետև հնարավոր է ինչ-որ կոռուպցիոն ռիսկեր կան այդտեղ։ Ես չէի գնա դեպի կոռուպցիա միանգամից, որտեղ երբ որ մենք միշտ գնում ենք դեպի կոռուպցիա, դա բան առաջացնում։ Մենք պետք է հասկանանք, որպես հանրություն մենք ինչի դա մեր դուրը չի գալիս։ Որտեղ միշտ հարցը առաջանում, լավ, ենթադրենք ես տեխնիկական առաջադրանքն եմ այս բաժակի գրել, ինքը շատ լավ տեխնիկական առաջադրանք է, շատ ճիշտ գրած, որակը ապահովում է, միշտ հարցը նրա մեջ է, արդյոք էս լավագույն բաժակն է շուկայում, արդյոք սա լավագույն գինն է շուկայում։ Երբ որ մենք մեկ անձով ենք իրականացնում, շատ բարդ է հանրությանն, այսինքն ձեզ եթե ձեր օրինակ ընկերություն ունենայիք, հա, եւ հարցնեիք, ասեիք ձեր տնօրենին օրինակ, որը կառավարում է ընկերությունը, դուք անձամբ չեք կառավարում, ինչ որ մեկին պատվիրակել եք կառավարումը, ինքը գալիս է ասում է դե մենք հումքը առել ենք այսքանով։ Երբ որ դուք հարցնեիք, ասեիք իսկ ում հետ ես համատել, հա, որ որոշել ես, որ այս գինը լավն է, ու ասում են դե հավատա ինձ լավն է։ Կարող է մի անգամ հավատակ, երկրորդ անգամ հավատակ, բայց հարցը գնալով առաջանալու է, իսկ ես վստահ եմ, որ սա լավագույն գինն է շուկայում, իսկ որտեղից եմ վստահել, որ սա լավագույն գինն է շուկայում, եւ եթե ընկերության դեպքում ինքը փոքր է եւ շուկային պիտի հարմարվի, պետությունը այն բավարար մեծ է, որպեսզի այդ մրցակցային ընթացակարգով բացահայտի շուկայում ինչ գներ կան եւ հանրությանը նաեւ ցույց տա, որ սա լավագույն առաջարկն է, համ գնի տեսանկյունից, համ որակի տեսանկյունից, որտեւ եթե ես ցույց չեմ կարողանում ցույց տամ, որ տեսեք, ստացել եմ այս առաջարկը եւ այս առաջարկը ընտրել եմ սա, որովհետեւ գին որակ հարաբերակցության տեսանկյունից ինքը ավելի լավն էր, միշտ հարցը առաջանում, իսկ մենք վստահ ենք, որ դու բոլորը եթե համատել ես։ Հիմա կան դեպքեր, երբ որ շուկա չկա։ Հա, այսինքն կան հեղինակային իրավունքներ, օրինակ երբ որ մենք գնենք, չգիտեմ, օրինակ ինչ որ մի հատ նկարչի Այվազովսկու նկարները, հա, եւ ենթադրենք օրինակ ֆոնդ կա Այվազովսկու, որը այդ ամբողջ նկարները իր մոտ է պահում եւ մենք ուզում ենք բերենք ինչ որ մի մասը Հայաստան։ Պարզա գնալ ասել գնա մրցակցային ընթացակարգ իրականացրա Այվազովսկու այս նկարի համար մի քիչ խնդալու է, հա, որտեղ անհասկանալի է մենք ինչի շուրջ ենք մրցույթ կազմակերպում։ Երբ որ էլեկտրոէներգիա ենք առնում կամ ջուր ենք առնում, էլի չնայած էլեկտրոէներգիան հիմա արդեն մրցույթներով հնարավոր է անել, բայց ջրի դեպքում ու գազի դեպքում հնարավոր չի։ Էլի գնալ ասել, որ չէ, սա է պետք բան, օրինակ Microsoft-ի լայսենսները, հա, Word-ի լայսենսը կամ Excel-ի
license-ը ասել չէ գնա մրցույթով արա, մասամբ հնարավոր է, բայց մեծ մասում դեպքերի այնտեղ հեղինակային իրավունք կա եւ պահանջել, որ եկեք բոլորովս անցնենք Linux-ի կամ ուրիշ բաների, հա կարող է եւ կարանք, բայց ծախսատար չափից դուրս։ Այսինքն ինչ որ դեպքեր կան, հա, որտեղ մեկ անձը ավելի արդյունավետ է, քան մրցակցային ընթացակարգը շուկայի կառուցվածքի պատճառով։ Ուստի մենակ այն փաստը, որ մեկ անձ է, դա բավարար չի, որ մենք ասենք, որ վատ է։ Երբ որ ծավալները մեծ են, անհանգստանալու տեղ կա, այսինքն պետք է հասկանալ, արդյոք մեր շուկան այն աստիճանի է սեղմվել, որ հնարավոր չի մրցակցային ընթացակարգ իրականացնել։ Ուստի եւ այո, երբ որ հնարավոր է մրցակցային ընթացակարգ իրականացնել, շուկան այնքան սեղմված չի, որ մենք չենք կարող գնալ ինչ-որ ստիպված ենք դա անում, հարց կարող է առաջանալ, իսկ եթե հիմնավորված չի մեկ անձը, ինչի է գնում դեպի մեկ անձ։ Այստեղ երկու արգումենտ կա։ Արգումենտ համար մեկը դա իհարկե կարող է լինեն կոռուպցիոն գործարքներ, բայց հաշվի առնելով հանրության ուշադրությունը հիմնականում դա չի։ Հաճախ մենք ինչ ենք տեսնում, որ մարդիկ, քանի որ չեն կարողանում հստակ նկարագրեն որակական հատկանիշ, չեն կարողանում նկարագրեն որակական պայմաններ, վստահ չեն իրանց նույնիսկ նկարագրի կամ գնահատման մեթոդաբանության վրա, ռիսկ է առաջանում, որ կարող է իրանք արդյունքում ոչ լավագույնին ընտրեն։ Եվ երբ մտքում արդեն լավագույնը ընտրված է, հա, ինչ որ ձև ինտուիտիվ, լավախոսած է, հայտնի է շուկայում եւ այլն, այդ այնց ինտուիտիվ մարդը մտքում ընտրում է եւ ասում է, բայց ես ախր մտքումս ընտրել եմ։ Բայց նույնիսկ այդ հաճախ մենք երբ որ խոսում ենք մարմինների հետ, մենք տեսնում ենք, որ մեկ անձ այն մարմինները, որոնք ուզում են մեկ անձով ինչ-որ բան իրականացնել, հաճախ գլխում մի քանի բան արդեն իրար հետ համեմատել են ու ասում են, բայց ես դա գիտեմ, չէ՞ որ լավն է։ Մենք ասում ենք շատ լավ, մրցույթ արա, բաց ցույց տուր, որ այո, ես այս մեթոդաբանությամբ ընտրել եմ լավագույնին։ Իսկ շատ հաճախ դա նաև կարողությունների բացի խնդիր է եւ մեր ապագա երևի համակարգի զարգացման կարիքը հենց լինելու է այն, որ մենք այդ կարողությունները զարգացնենք, որպեսզի այդ փախչելը դեպի մեկ անձ, որպեսզի ինչ-որ խնդիր լուծես, որը չես կարողանում թափանցիկ ձևով լուծել, այլևս չի լինի։ Իսկ ունենք թվային ցուցանիշները մեկ անձից գնումների դինամիկան հասկանալու համար։ Այո, մենք հրապարակում ենք ֆինանսների նախարարության կայքում մեկ անձի ցուցանիշները, եթե ես չեմ սխալվում, իրանք անցած տարի եղել են 9.6-9.5%-ի վրա գումարային, այսինքն ինչպես հրատապը, այնպես եւ ընդհանուրը։ Ստեղից մի հատ կարևոր նշում, մենք հանում ենք բնական մենաշնորհները, հա, որտեղ ասել որ դե բնական մենաշնորհները մեծ են, նաև եվրոպական երկրների հետ երբ որ համատվում ենք, իրանք էլ են հանում դա իրանց մեկ անձի ու գնումների ցուցանիշներից, որպեսզի անհասկանալի վիճակագրություն չլինի, էլի, պարզա որ եթե բնական մենաշնորհը գնալ ասել ինչի ես բնական մենաշնորհից առնում, իսկ ինչ անեմ։ Այսինքն այսեն բոլոր դեպքերն են, որ ավելին ասեմ, ոչ միշտ է, երբ որ մեկ անձի հիմքը կա, շատ հաճախ մեր մոտ ոնց է անցալում, եթե օրենքում կա մեկ անձի հիմք, մարմինը ասում է դե ուրեմն պետք է անեմ մեկ անձով, չէ, դա ընդհանրապես հնարավորություն է, հա, դրա համար իրան միշտ է կարելի ավելի ցածր անել, բացառությամբ այն դեպքերի, երբ որ ուղղակի անհնար է, դրա համար այդ անհնարի դեպքերը մենք հանում ենք։ Ավելին օրինակ մեր մոտ վիճակագրական մի հատ հետաքրքիր բան կար, որ առողջապահական ծառայությունները շատ հաճախ գրանցվում էին որպես մեկ անձից գնում։ Երբ որ իրականում ինչ էր կատարվում, երբ որ մենք ասում էինք մարդ դու ընտրի որ առողջապահական ծառայությունից ես ուզում օգտվես որտեղ, բայց չգիտես խի անունը մեկ անձ էր դրած պատմականորեն, հա։ Եվ դա շատ էր ուռճացնում ծավալները։ Դրա համար էս մակրելը մենք արել ենք, որպեսզի համեմատականի մեջ լինի, այսինքն առանց առողջապահական ծառայությունների ժամանակին, հա, երբ որ 2021-20 թվականների հետ ենք համադրում, որպեսզի համադրելի վիճակագրություն լինի։ Այս պայն մենք 10%-ից ներքև ենք, նախանցած տարի նույնիսկ էլ ավելի ցածր էինք, 8%-ին էինք հասել եւ նույնիսկ 8%-ից մի քիչ ներքև էինք, իչե, այս տարի մի քիչ ինքը ավելի շատ է, շատ բարձր պատճառով, որովհետեւ մեր մոտ COP17-ն է տեղի ունենում եւ COP17-ի պայմաններում օրինակ ՄԱԿ-ը ասում էր, որ ես պետքա նաեւ ընտրեմ, այս մեր ընթացակարգերով իրականացնող կազմակերպությանը, հա, իսկ մեր ընթացակարգերով մենք չենք կարող վերցնել, ասել դե ՄԱԿ-ը նաև մրցակցային ընթացակարգ է կազմակերպելու, հա, որտեղ կամ ինքը իր ընթացակարգով պետք է աներ, կամ մենք մեր ընթացակարգով պետք է անենք։ Ուստի ինքը իրականում մրցակցային ընթացակարգ է կազմակերպել եւ բազմաթիվ կազմակերպություններ եկել են եւ իրանց ներկայացրել են ՄԱԿ-ին իրանց առաջարկները, ՄԱԿ-ը վերջում ընտրել է, ասել է այս երկու կազմակերպությունների առաջարկը լավագույնն էր, բայց զուտ իրավական տեսանկյունից ինքը գրանցվել է որպես մեկ անձ, որտեղ մենք այդ այլ ընթացակարգ, որով մենք կարող ենք այդ մրցակցայինը կազմակերպել եւ թույլ տալ ՄԱԿ-ին նաեւ իր գնահատականը վերջնական տալ եւ ասել այս մեկը լավն էր, այս մեկը չէ, չունենք։ Ոստի ստիպված ենք արել, այսինքն եթե օրինակ հանում ենք այդ վիճակագրությունը մեջը, ապա մենք իջնում ենք մոտավորապես 7.6%-ի վրա։ Խոսքը 2026-ի 25-ի մասին է։ 26-ը ես, քանի որ առաջին ամիսն է, հիմնականում առաջին ամիսները կարա լինի շատ տարբեր, հա, մենք օրինակ ունեցել ենք ամիսներ, որտեղ մեկ անձը եղել է գրեթե 0,
եղել են ամիսներ, որտեղի տարիներ, երբ որ այդ առաջին ամիսը եղել է 24%, հետո էլի իջել է տարվա ընթացքում, այսինքն քանի որ առաջին ամիսն է ընդամենը, մենք այդ վիճակագրությունը ընդհանրապես չենք նայում, երևի երամսյակն է որ փակվում, արդեն ինքը սկսում է տրենդ ցույց տալ, որտեղ առաջին ամիսը կարող է շատ խառը լինել, մեկ պայմանագիր, խոշոր կարա ամբողջ վիճակագրությունը տանի դեպի որ շատ լավ է, տեսեք 0.1%-ի վրա ենք մեկ անձի, իսկ համեմատենք օրինակ 2000 ենթադրենք 22 թվականի հետ, տեսնենք, որ այդ առաջին ամսին օրինակ կնքված պայմանագրերի 20%-ը ծավալի տեսանկյունից եղել է մեկ անձով։ Պարզա այդ ոչ մի բան չի ցույց տալի այդ վիճակագրությունը։ Պարոն Ավանեսյան, նաև պետական գնումների ոլորտում այլ ինչ խնդիրներ եք նկատել, որոնց պատրաստում եք լուծումներ կտալ, կլինի այս նախագծով, թե մեկ այլ նախագծով։ Շնորհակալություն, մեր մոտ մի քանի խնդիր կա, հիմնական խնդիրներից մեկը այն է, օրինակ, որ դատական համակարգը սկսել էր կիրառվել որպես լծակ պատվիրատուի վրա ճնշում իրականացնելու, հա, այսինքն շատ հաճախ երբ որ իրականացվում է հանրային բարձր նշանակություն ունեցող ծրագիր, մասնավորները գալիս էին եւ փորձում էին ճնշում գործադրել, օրինակ եթե որակը այդքան էլ լավը չէր իրականացման աշխատանքների, բայց այնպես չի որ ակնհայտ վատ է, մասնավորը սկսում էր ասել դե գիտեք, եկեք կամ մենք հիմա ընդունենք տենց ոնց որ կա ու այս ուշացումները ամեն ինչը ինձ ներեք կամ ես գնալու եմ դատվեմ ձեր դեմ եւ այս ծրագիրը պարկասնեմ մոտակա տարիներին եւ հաճախ պատվիրատուն գալիս էր եւ կառավարությանը խնդրում էր թույլտվություն, որ ինքը այս կիսատ բաները ընդունի կամ այդ տույժերը չհաշվի ուշացումների համար, որովհետեւ այլապես մասնավորը հեսա կգնա այդ ճանապարհը կամ մանկապարտեզը կամ դպրոցը չի ընդունվի եւ այլն։ Նույնը մենք տեսնում էինք մրցակցային ընթացակարգերի ժամանակ, երբ որ մրցույթը վերջանում է, ինչ որ մեկը կրվում է եւ նոր հիշում է, որ ինքը դեմ է ընդհանրապես այս ամեն ինչին եւ փորձում է տարբեր ձևով բյուրոկրատական լծակներ գտնի, որտեղ հաճախ մենք ինչ ենք ասում, ասում ենք օպետությունը բյուրոկրատական է։ Հաճախ մասնավորն էլ է շատ հաճախ օգտագործում է ցանկացած ստորակետի կամ բանի սխալ տեղ դնելը, փորձելով դատարանին ներկայացնել, որ այդ ստորակետներ, որ ամենակարևորն էր եւ պետքա դադարեցնել։ Նպատակը ընդհանրապես այն չի, որ ասենց ասեմ արդարության գալ։ Նպատակը այն է ճնշում գործադրել եւ փորձել ասել, եթե ես չհաղթեմ, իմացեք, որ ես միշտ դատի եմ տալու եւ ձեր համար խնդիր առաջացնեմ, դրա համար ավելի լավ է ինձ ընտրեք, միշտ թե չէ վատա լինելու, հա, այսինքն շանտաժի մեխանիզմ է։ Եվ մենք ասում ենք, եթե այլ հավասար պայմաններում նույնիսկ հնարավոր է ողջունելի է նման շանտաժի մեխանիզմները, բարձր հանրային նշանակություն ծրագրի ժամանակ դա անընդունելի բան է ուղղակի եւ ազգային ժողովում հիմա հարցակննարկվում, որի համաձայն մենք երբ որ կառավարությունը կանխավ որոշումը, որ սա հանրային նշանակության ծրագիր է, նման կասեցումներ չեն կարող լինել։ Իհարկե, եթե ապացուցի, որ սխալ է տեղի ունեցել եւ մասնավորին վնաս է տրվել, վնասը պետք է հատուցվի, բայց բանա։ Երկրորդ մեծ փաթեթը մեր մոտ հետեւյալին է վերաբերվում, ինքը սկսած նոր մրցակցային ընթացակարգերից վերջացրած արհեստական բանականության կիրառություններով եւ մեկ անձի հիմքերի հստակեցմամբ բավականին մեծ ծավալուն փաթեթ է, հա, որտեղ մենք իսկ արհեստական բանականությունները մենք ինչի ենք ուզում կիրառենք, որովհետեւ ինքը հենց գնումների համար ոնց որ ասես իդեալական ստեղծված տեխնոլոգիա լինի, որովհետեւ շատ հաճախ գնումներում այդ կայուն նույն կանոնի կիրառելը, հա, կամ տեխնիկական առաջադրանքի նորմալ ճիշտ ձևով գրելը հաճախ հարց է առաջացնում, հա, մասնավորը կամ մարդը կարող է անընդհատ փորձել ինչ-որ լավ բան անել, բայց սխալվել կամ հարց է առաջանում իհսա սխալ էր, թե կոռուպցիոն մղում։ Արհեստական բանականության դեպքերում հաճախ նույնիսկ երբ որ սխալ է տեղի ունենում, դու գիտես, որ ալգորիթմն է սխալ բան արել, այլ ոչ թե ինքը ինչ-որ նպատակ է ունեցել, ինչ-որ մեկին առաջ մղելու կամ հետ պահելու։ Եվ կարելի է հետ գալ եւ ուղղել, հա, այսինքն օրինակ մենք հիմա առաջարկել ենք, որպեսզի արհեստական բանականությունը կարողանա որոշ դեպքերում, հա, գնումների ընթացակարգերի ժամանակ մարդու տեղը կամ մարդուն աջակցող մեթոդով օգտագործվել։ Դա համար մեկն է։ Երկրորդը մենք օրինակ թիրախ ունենք, որ թույլ ենք տալիս կառավարությանը ասել, որ բացառությամբ այն դեպքերի, երբ որ անհնարին է թվային համակարգի օգտագործումը, միշտ պետք է օգտագործվեն թվային համակարգեր, ինչպես պայմանագրի կառավարման ժամանակ, այդպես էլ մրցակցային ընթացակարգերի ժամանակ, օրինակ մեր մոտ չկար հրապարակային օֆերտան։ Դա ԵԱՏՄ մտնելուց հետո է մեր մոտ վերացել, չնայած մենք ԵԱՏՄ-ում էլ ենք առաջարկել, որ դա ընդհանուր օրենսդրության մեջ հետ գա, բայց դա չկան թվային խանութներ, այսինքն դինամիկ գնումների համակարգեր չկան։ Չկան օրինակ մեթոդներ, որով մենք կարող ենք ընտրել միջազգային հեղինակավոր կազմակերպություններ եւ միանգամից դիմել այդ բոլոր կազմակերպություններին գնային առաջարկ ստանալու համար, օրինակ երբ որ խոր ուսումնասիրությունն է պետք ինչ-որ բանով անել, մենք օրինակ չենք կարող գնալ ասել աշխարհի top 5 կամ top 10 համալսարանին դիմում ենք, որպեսզի այս ուսումնասիրությունը լավագույն մակարդակով իրականացվի։ Չկան օրինակ հրապարակային օֆերտայի օգտագործումներ, օրինակ երբ որ մենք նայում ենք on-line լիքը ծառայություններ կան եւ բարձր այդ ընկերությանը գրում ես, ասում ես արի օրինակ ենթադրենք Zoom-ը կամ Teams-ը կամ այլ բաները, հա, դրանք հրապարակային օֆերտայով են առաջարկվում։ Երբ որ դուք իրանց ասում եք արի մրցույթի, ինքը ասում է սա իմ price list-ն է, իմ համար լրացուցիչ ծախս է կոմոդ գալ մրցույթի, ուզում ես առ, չես ուզում մի առ։ Ուստի մենք նաև օրինակ նման բաներ ենք օրենքով նախատեսել, այսինքն էականորեն ճկունանում է մրցակցային ընթացակարգերի ձևաչափերը, հա, էլի թիրախ է նա, որ որևէ դեպքում
հնարավոր չլինի ասել, որ այ ես շատ կուզենայի մրցակցային ընթացակարգ անել, բայց չեմ անում, որովհետև այս կամ այն բանը չեմ կարողանում անեմ։ Ուստի մեկ անդիդ քանակն էլ որոշակիորեն դեպքերը մի քիչ ավելի ընդլայնվում են, հա, օրինակ մենք չունենք այն դեպքերը, երբ որ նմուշ ենք երբ որ ուզում գնել, հա, որ հասկանանք սա լավ տեսակ է ապրանքի կամ ոչ ինքը իր ֆունկցիան իրականացնում է թե ոչ, մենք դա չենք կարողանում անել։ Հիմա օրինակ դա նախատեսված է, որ եթե դու իրականացնում ես նմուշի գնում կամ պրոտոտիպի գնում, բացի R&D ծախսերից դու կարաս այդ ծախսը նախատեսես, որպեսզի տեստավորես։ Ու ցենց շարունակաբար, այսինքն ինքը բավականին ընդլայնված փոփոխություններ են գնումների օրենքում նախատեսված, եւ նաեւ սա հիմնվում է նրա վրա, որ մենք նոր թվային համակարգ ենք կառուցում զուգահեռ, որը թույլ կտա այդ բոլոր ռիսկերը, որոնք կհայտնվեն ճկունության հետ միասին, դառնան ավելի կառավարելի։ Շնորհակալություն։ Անդրադառնանք նաև պետական պարտքի թեմային։ Նախորդ տարի պետական պարտքը աճել էր 13.1%-ով կամ 1.7 միլիարդ դոլարով։ Խնդրեմ ներկայացնեք, թե սրա որքան հատվածն էր արտաքին պարտքը եւ որքանը ներքինը։ Շնորհակալություն։ Մեծ մասը ներքին պարտքն է։ Մենք ներքին պարտքը մոտավորապես 1.1 միլիարդ դա հենց ներքին պարտքով է ու դա մեր ընդհանուր քաղաքականության մեջ է մտնում, որ մենք փորձում ենք հնարավորինս դեպի ներքին պարտք գնալ, հիմնական երկու պատճառներով, որովհետև դա մեր ներքին պարտքը չնայած վերջերս նաև արտաքին խաղացողներ են սկսել գնել մեր ներքին պարտատոմսերը, ամեն դեպքում մեծ մասը դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են գնում, ուստի կարելի ասել մենք մեզ ենք պարտք, որը լավ բան է կանոնության տեսանկյունից, բայց նաև եթե մաքուր խոսանք, մոռանանք թե որտեղ է հետո դրամական միջոցները գնում, խոսանք մենակ ռիսկերի մասին, ապա դա նաև լավ բան է, որտեղ փոխարժեքի ռիսկերն են համեմատաբար զսպվում եւ մենք արդեն մեծ մասը մեր պարտքին, ու լավ մեծ մասը չասեմ, որտեղ մեծ մասը միանգամից պատկերացնում են 70%, 51%-ը մեր պարտքի արդեն ներքին պարտքն է։ Արտաքին պարտք եւս իհարկե ներգրավում ենք, հիմնականում դա վարկային միջոցներով ենք մենք դա ներգրավում, այլ ոչ թե պարտատոմսերով, իսկ ներքին պարտքի մեծ մասը դա հենց պարտատոմսերն են պետական, գանձապետական պարտատոմսերը։ Պարոն Ավանեսյան, հանրության շրջանում նաև մտահոգություններ են հնչում պետական պարտքի ավելացման հետ կապված, խոսքը հատկապես արտաքին պարտքի մասին է։ Կխնդրեմ ներկայացնեք, թե հիմնականում ինչ ծախսերի են դրանք ուղղվում եւ ինչ արդյունավետությունն են, ինչ արդյունքներ են արձանագրում։ Տեսեք, շատ լավ է, երբ որ մենք խոսում ենք մեկ անձից, շատ լավ է, երբ որ մենք խոսում ենք պետական պարտքից, որովհետև դրանով էլի հանրությունը ձևակերպում է իր պատվերը, թե ինչն է իրան անհանգստացնում։ Երբ որ մենք խոսում ենք պարտքի արդյունավետությունից, մենք պետք է խոսանք հետևյալից. արդյոք կառուցվում են դպրոցներ, արդյոք բանակը վերազինվում է, արդյոք ճանապարհների որակը բարձրացել է, արդյոք օրինակ գիտնականների ֆինանսավորումն է աճում, արդյոք մեր ուժային ծառայությունները դառնում են ավելի պրոֆեսիոնալ թե ոչ։ Եվ իհարկե այստեղ կարող է միշտ ընդդիմադիր մարդը ասել, որ ոչ, ամեն ինչ շատ վատ է, ոչ մի արդյունք չկա, անկապ տեղը պարտք եք վերցրել, մսխել եք, եւ դիմադիր մարդը ասել, որ ամեն ինչ 100%-անոց արդյունավետ է եւ որևէ կոպեկ չի ծախսվել։ Իրականությունը, ես եթե ինձ հարցնեք, կասեմ, որ դեպի ավելի շատ ես երևի դիմադիր պետք է խոսամ, ոչ թե նրա պատճառով, որ ֆինանսների նախարարի տեղակալ եմ, այլ ուղղակի նայենք, տեսնենք կապիտալ ծախսերը ինչքան են աճել, արդյոք մեր գնումների համակարգը դարձել է ավելի արդյունավետ, օրինակ գնումների համակարգում մրցակցությունը արդեն 3 անցել է, երբ որ հարևան Վրաստանում 1.7-ի վրա է, հա, միջին մասնակցությունն ընթացակարգերի։ Արդյոք տնտեսական աճը բարձր է, տնտեսական աճը բարձր է։ Եթե կարող ենք ասել, որ դա ավերարտահանումն է, հիմնականում ավական հանում ավերարտահանումը հաշվարկներից եւ ավերարտահանումը հանածա ներկայացնում այդ վիճակագրությունը։ Արդյոք մենք քաղաքական տեսանկյունից գնում ենք դեպի ավելի կայուն միջավայր, ոնց որ թե այո, արդյոք մեր փոխարժեքը կայուն է, արդյոք մեր ֆինանսական համակարգերը կայուն են, մեր ֆինանսական համակարգերը կայուն են։ Արդյոք մեր միջազգային գործընկերները օրինակ անընդհատ մեզ համոզում են, որ եկեք էլի եվրոբոնդեր թողարկեք, որովհետև շուկան շատ սպասում է դրան եւ ուզում է Հայաստանի Հանրապետության մեջ ներդրումներ անել, այդ մենք ենք հիմնականում, որ ասում ենք, որ մի հատ կմտածենք մենք, մեզ դա ինչքանով է շահավետ, հա, որտեվ մեր մոտ մեր միջազգային գործընկերների հետ ամեն օր այդ հարցը բարձրացվում է, թե եկեք մենք ձեզ էլի բան առաջարկենք, եկեք դուք ոնց որ լավ աճում եք, ճիշտ եք ծախսում ուղղությունները, այլապես նես կասեն, գիտեք, դուք հետաքրքիր չեք։ Գնացեք միջազգային ֆինանսական կառույցների հետ խոսացեք, իսկ միջազգային բանկերը եւ բորսաները մեզ չէին մոտենա անընդհատ եւ համոզեին օրինակ իրար հետ կռիվանեին, թե Հայաստանի Հանրապետության պարտատոմսերը որ բորսայում եւ ում միջոցով պետքա տեղաբաշխվեն, այդ պայքարը չէր լինի, հա։ Երբ որ մենք նայում ենք սպրեդերի վրա, իրանք լավ իջել են, երբ որ մենք համեմատում ենք շուկան մեզ ոնց է գնահատում, հա, շուկան մեզ գնահատում է նույնիսկ 1 խազ ավել, քան այն ռեյտինգն է, որը մենք S&P եւ Moody's-ի մոտ ունենք, հա։ Այսինքն այս նշանակում է, որ մեր
մեր վերաբերյալ արտաքին գնահատականը դրական է, վստահությունը բարձր է։ Իհարկե ներսից բողոքել ճիշտ է եւ անընդհատ պահանջել, որ ոչ, մենք բավարար արդյունավետ չենք, մենք պետք է լինենք շատ ավելի արդյունավետ, քան կանք։ Բայց ասել, որ օրինակ պարտքը վտանգավոր մակարդակների վրա է, կառավարելի չէ, անկապ տեղը պարտքեք վերցնում, ոչ մի բան չեք անում, դե կարելի է նման բան հայտարարել, բայց հայտարարել պետք է նաեւ ապացույցներ բերվեն կամ գոնե ինչ-որ վերլուծություն իրականացվի, որ այլ ընտրանքային սցենարում այդ պարտքը կբերեր այլ բանի։ Հիմա ինչ պետք է ասենք, որ պետք է լիներ 10% անոց տնտեսական աճ, պետք է ասենք, որ 300 դպրոցի տեղը պետք է կառուցվեր 5000 դպրոց։ Ինչն էր այլ ընտրանքային սցենարը, հա, որտեվ եթե այդ այլ ընտրանքային սցենարը չի բերվում եւ ուղղակի դառնում է, որ պարտքը վատ, պարտ կաճել վատ եւ այլն, դա մի քիչ այնպես անհասկանալի քննարկում է եւ անհասկանալի է այդ քննարկումը ինչ օգուտ է բերում հանրությանը, հա։ Այսինքն վստահեցնում եք, որ այդ պարտքով վերցրած միջոցները, այսպես ասած, ուղղվում են ներդրումների, ենթակառուցվածքների զարգացման։ Այո, ինստիտուցիոնալ բարևլավումների վրա մեր համակարգերը ավելի պրոֆեսիոնալ են դառնում, մեր ենթակառուցվածքները դառնում են տարեստարի ավելի որակյալ, մեր շուկաները զարգանում են, բարդ է ասել, որ պարտքը անկառավարելի է, որտեղ նորից եթե մենք նայենք օրինակ պարտքննացուցանիշներին, մենք հիմա մոտավորապես 49%-ի վրա ենք, հա, իսկ կառավարության եթե պարտքի վրա ենք նայում 47.3%-ի վրա ենք եւ հաջորդ տարի իհարկե կախված է որոշ ֆակտորներից, տնտեսությունը ինչքանում իրականում կաճի եւ այլն, մենք էլի ամենայն հավանականությամբ 50%-ի մոտ ենք լինելու կամ ներքև, հա, եւ այս պայմաններում ասել, որ անկառավարելի է, ես բարթանում եմ նման հայտարարության հետ համաձայնվել։ Ֆինանսների նախարարը նաև հայտնել էր, որ պետական պարտքը սպասարկելու հնարավորությունները մեր ավելացել են։ Կխնդրեմ մանրամասներ ներկայացնել, ինչպես են ավելացել։ Տեսեք, բարձր որ պարտքը ոնց է սպասարկում քո գեներացված եկամուտներով։ Քո գեներացված եկամուտները ուղղակիորեն կախված են տնտեսական աճից։ Երբ որ տնտեսությունը առաջանցիկ տեմպերով է աճում, ապա մեր հնարավորությունը պարտ սպասարկելու ընդլայնվում է ավելին, երբ որ քո պարտքի մեծ մասը նաև տեղական արտարժույթով է, հա, քո մոտ ռիսկեր, որ հանկարծ մի հատ ինչ-որ տատանում կլինի եւ քո ամբողջ պարտքի պորտֆելը կփոխվի եւ ռիսկայնությունը կփոխվի, ցածր է, ավելին մեր պարտքի նաև մեծ մասը հենց ֆիքսված տոկոսադրույքներով է, այսինքն չենք կարող ասել, որ սոֆրի կամ եվրիբորի փոփոխությունների արդյունքում ինչ-որ մեծ խնդիրներ կունենանք, հա, մեր պարտքի եթե ժամկետայնությունը նայենք մենք էլի կայուն ժամկետայնության մեջ ենք, արդյոք մենք ունենք ինչ-որ պիկեր, որը մեր ստանդարտից դուրս է, այսինքն մեծ է 35%-ից չունենք, նենց պիկեր, այսինքն ինքը ամբողջությամբ կառավարելի միջավայր է, իսկ նախարարը շատ բարձ թվաբանության մասին է խոսում, տնտեսությունը մեծ է, հարկերը ավել են հավաքվում, մեր կարողությունը պարզ սպասարկելու ավել է, նաև մենք տեսնում ենք, որ սպրեդերը իջնում են, ու չնայած շատ կոնսերվատիվ ենք, միշտ վերաբերվում այդ ամեն ինչին եւ շատ չենք ուրախանում, այլ շատ ուշադիր հետևում ենք, թե ինչա կատարվում, մենք տեսնում ենք, որ մեր պարտքի սպասարկման կարողությունը իսկապես բարձր է։ Այո, եթե տնտեսությունը ռեցեսիայի մեջ լիներ, հա, այդ ժամանակ կարող էր հարց առաջացնել նախարարի նման հայտարարությունը, բայց 7%-անոց տնտեսական աճի դեպքում բարձրավոր պետք է ընդլայնվի։ Իսկ կարող եք ասել, թե տարեվերջին պետական պարտքը որքան կկազմի դոլարային արտահայտությամբ, դրանից արտաքին պարտքը որքան կլինի եւ պարտքն հարաբերակցության ցուցանիշը, որը դրվել է բյուջեի մասին օրենքի նախագծում 52.9%, դեռևս պահպանվում է։ Այո, մենք պրոյեկցիաների մեջ ենք, դա իհարկե նորից ինչպես ես ասացի, մի քիչ բարդ է 26 թվականի մինչև վերջ հստակ ասել, բայց մենք էլի կարծում ենք, որ մեր թիրախների մեջ ենք մնալու, որտեղ ոչ մի բան չի խորհրդանշում, որ օրինակ ինչ-որ արտարժույթի օրինակ շատ ուժեղ տատանումներ կլինեն կամ տնտեսությունը բացասական դինամիկա կարձանագրի, որովհետև նման բան չկա, չնայած նման սցենարներ միշտ մեր մոտ ռիսկայնության ռիսկի սցենարների եւ ռազմավարության մեջ քննարկվում են, բայց այս պահին ոչ մի բան չի խորհրդանշում կամ հուշում նրա մասին, որ պետք է ակնկալել, որ մենք թիրախներից պետք է որ շեղվենք։ Նորից ներքին պարտքը մեր մոտ էլի 51%-ի վրա մոտավորապես լինելու է, որտեղ մենք պլաններ չունենք այս պահին իրան շատ փոխելու կամ ավելացնելու, որտեղ ներքին պարտքի հետ կապված կա հետեւյալ հարցը նաև, որ մենք հասել ենք այն մակարդակի, հա, երբ որ մենք արդեն քննարկում ենք, որ ներքին պարտ թողարկելով մենք կարող ենք նաև սկսենք ճնշել տեղական շուկան,
որտեվ ներգրավենք միջոցները դեպի մեզ եւ տեղական վարկավորումը թանկացնենք դրանով, հա, միջոցները սեղմենք կամ խնդիրներ առաջացնենք տեղական վարկավորման հետ։ Դրա համար մենք ասում ենք, որ այս մակարդակը մեզ բավարար է, մենք իհարկե ուշադիր նայում ենք, թե տնտեսությունը ոնց կզարգանա եւ որ ուղղությամբ կգնա, հնարավոր է էլի ավելացնենք, բայց այս պահին մենք բավարար մակարդակի վրա ենք հարաբերակցության տեսանկյունից, ավելը արդեն ռիսկեր է ստեղծում ոչ թե մեր համար, որպես ասենց ասենք պարտքի կառավարիչ, այլ կարող է ընդհանուր տնտեսության համար ստեղծի, ուստի մենք ստեղ պրուդենցիալ պետք է քաղաքականություն վարենք եւ շատ այնց չողջևորվենք ծայրահեղություններով, հա։ Իսկ պարտքի մակարդակը մոտավորապես նույնն է մնալու, ինքը հանրային նկատմամբ, եթե իհարկե էլի եմ ասում, պայմանական, եթե մեր պրոյեկցիաները ճիշտ լինեն, իսկ ես նորից եմ ասում, մեր պրոյեկցիաները հիմնականում լավ կոնսերվատիվ են։ Հիմնականում մեզ մեղադրում են նրա մեջ, որ այնչի տնտեսությունը ավելի արագ է միշտ աճում, քան ինչ որ դուք կանխատեսում եք։ Այստեղ մի քիչ հետաքրքիր քննարկում է, որտեղ դու մեղադրվում ես զուգահեռ նրա մեջ, որ ենթադրել ես, որ տնտեսությունը ավելի դանդաղ կաճի եւ եղել ես կոնսերվատիվ, եւ զուգահեռ նրա մեջ, որ պարտքը ավելանում է։ Պարզա, որ պարտքը հարաբերած քո կարողությունների հետ պետք է մեծանա։ Նաև այստեղ մի հատ շատ կարևոր բան եմ ուզում ասեմ հետեւյալի մասին։ Մենք հաճախ նայում ենք պարտքին որպես բացարձակ վատ բան, հա։ Եթե մենք նայենք պարտքի էությանը դա ինչ է, հա, մենք օրինակ ուզում ենք ճանապարհ կառուցենք կամ շատ ճանապարհներ կառուցենք, հա։ Եթե ես ուզում եմ հիմա ճանապարհ կառուցեմ, կամ ես պետքա բոլորին ասեմ հարգելի քաղաքացիներ, եկեք սենց պայմանավորվենք։ Բոլորով 90%-ը մեր եկամուտի այս տարի տալիս ենք այս ճանապարհին, որ մենք մեր միջոցների հաշվին ճանապարհը կառուցենք, հա։ Քանի քաղաքացի կհամաձայնվի օրինակ 90%-ը այդ տարի իր բանի տա պետությանը, որպեսզի ինքը այդ ճանապարհը սարքի, ու բարձա շատ ծայրահեղական օրինակ եմ բերում։ Դրա տեղ ինչ մեխանիզմ ենք մենք խոսում, ասում ենք, քանի որ որոշ քաղաքացիների մոտ խնայողությունները շատ են, որոշների մոտ քիչ են, մենք ասում ենք հարգելի քաղաքացիներ, մենք ուզում ենք այս ճանապարհը կառուցել, հա, հիպոթետիկ։ Ով է պատրաստ մեզ պարտքով այդ փողը տալ, հրաժարվել այսօրվա ձեր ծախսերից, հա, ներդրում անել, ոչ թե օրինակ ձեր խանութի մեջ, այլ այս ճանապարհի մեջ։ Եվ մենք որպես հանրություն, երբ որ այդ ճանապարհը սարքենք, խնայողություններ բոլորով ունենանք, ժամանակի, վառելիքի, մեքենաների վնասվածության եւ այլն, ձեզ այդ փողը հետ կտանք որպես արդեն տոկոսներ։ Այսինքն խաղը սրա մասին է։ Եվ այդ նպատակով, երբ որ մենք ասում ենք, իսկ ինչի է պարտքը ավելանում, շատ լավ, երբ որ կարիքը ավելանում նրա որ ճանապարհը պետք կառուցել, որովհետև տնտեսությունը բարձր է, ինչքան ընդլայնվում է, այդքան ենթակառուցվածքի պահանջն է ավելանում, տնտեսությունը ինչքան ընդլայնվում է, այդքան գիտելիքի պահանջն է ավելանում, հա, այսինքն այլ հավասար պայմաններում, երբ որ 90-ականներին երեխաները բավարարված էին նրանով, որ մի հատ փեջեր դրած լսարանում եւ չէին մրսում կամ ծովից չէին մեռնում եւ արդեն դա հիանալի էր, հիմա բարձր գիտելիքը շատ ավելի շատ ռեսուրս է պահանջում եւ նորմալ լսարաններ պահանջված են, հա։ Եթե ժամանակին մենք մի հատ ավտոմատ էինք առնում եւ դրանից գոհ էինք, հիմա ժամանակից պատերազմի պայմանները պահանջում են շատ ավելի արդյունավետ զինասպառազինություն։ Եթե ժամանակին մենք մի հատ կայք էինք կառուցում եւ մեզնից գոհ էինք, հիմա արհեստական բանականության մասին ենք խոսում, այսինքն այս ամեն ինչը ներդրում է։ Եվ ինքը ապագայի մեջ ներդրում է եւ ասել որ չէ, եկեք ապագայի մեջ ներդրումները չանենք, որովհետեւ դա պարտքով ենք անում, իսկ ներողություն ինչով անենք։ Դա ուղղակի ֆինանսական կառավարման գործիք է, ու մենք պետքա այո ուշադիր լինենք, որ չափից դուրս օպտիմիստ չլինենք ապագայի նկատմամբ, մտածելով որ դե հեսա մի ձև կբերենք այդ փողը, բայց երբ որ պետությունը հստակ իր ռազմավարությունների մեջ ասում է թե ոնց է ինքը տնտեսությունը զարգացնելու եւ ոնց է ինստիտուտները զարգացնելու, ասել որ չէ, դե դու պարտ մի բեր ամեն դեպքում, որովհետեւ պարտքը վատ ոչ պարտքը լավ, հա, ես շատ կուզենայի, որ ինչ-որ ձև մեկը ասեր, որ 0 պարտքով, 0 ծախսով ամբողջ ենթակառուցվածքները Հայաստանի Հանրապետությունում կառուցվեին, որևէ խնդիր չլներ։ Այսինքն կշարունակի պետական պարտքը աճել։ Համաչափ տնտեսությանը, համաչափ մեր սպասարկման կարողություններին, այդ պարտքի սպասարկման կարողություններին, համաչափ տնտեսական աճին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։